Նրանք սպասում են ավտոբուսի, որը երբեք չի գալու։ Ինչու են Գերմանիայում կեղծ կանգառներ տեղադրում ծերանոցների դիմաց։ Գերմանիայում եւ եվրոպական մի շարք երկրներում ծերանոցների մոտ կարելի է նկատել մի տարօրինակ բան՝ կատարյալ մաքուր կանգառներ, որտեղով երբեք ոչ մի ավտոբուս չի անցնում։ Դրանք կոչվում են ֆանտոմ կանգառներ։ Այն չունի տրանսպորտային որևէ նշանակություն, բայց կատարում է բժշկական շատ կարևոր գործառույթ։ Դեմենցիայով եւ Ալցհեյմերի հիվանդությամբ մարդիկ, ում հիշողությունը վերածվել է լաբիրինթի, հաճախ ունենում են տուն գնալու ուժեղ ցանկություն, նույնիսկ այն դեպքում, երբ նրանք արդեն ապահով տեղում են։ Նրանց հիշողությունը խառնվում է, բայց սովորությունները մնում են նույնը։ Եթե ուզում ես ինչ-որ տեղ գնալ, պետք է կանգառ գտնել։ Նրանց կարճաժամկետ հիշողությունը այս յուրահատուկ ձևով խաբում է նրանց։ 5-ից 10 րոպե հետո նրանք արդեն մոռանում են, թե ուր էին գնում, բայց շարունակում են զգալ, որ ամեն ինչ ճիշտ է։ Հետո մոտենում է խնամողը։ Նա չի փորձում ուժի միջոցով կամ ստիպողաբար հետ տանել մարդուն։ Պարզապես նստում է նրա կողքին, ասում է. «Գիտեք ինչ, ձեր ավտոբուսը մի փոքր ուշանում է, եկեք ներսում սպասենք»։ Եվ մարդը զգալով հոգատարություն, հանգիստ վերադառնում է։ Հիվանդության դեմ պատերով եւ փակ դռներով պայքարելու փոխարեն հասարակությունը փորձում է ստեղծել միջավայր, որը պաշտպանում է նույնիսկ ամենափխրուն մարդկանց։